Եվ անմիջապես քվեարկություն։ Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ։ Ես նախ ուզում եմ դիմել քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեր գործընկերներին եւ ասել, որ իմ տպավորությամբ Հայաստանի քաղաքացիները մի փոքր կամ ավելի շատ նյարդայնանում եւ մեզ մեղադրում են նրանում, որ մենք դեռ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի եւ նրանց առաջնորդած ուժերին, որովհետեւ երբեմն քաղաքացիները, ես ուզում եմ վերջին շրջանի արձագանքների մասին խոսել, նրա մասին են, որ մարդիկ ասում են մեկ-մեկ նենց տպավորությունն է, որ շատ հարմար է տեղա դա ձեզ համար եւ այդ խոսակցությունների մեջ մտնում եք, որպեսզի այն իրական խնդիրները, որ կան, որ պետքա քննարկենք, լուծումները գտնենք, բանաձևեր գտնենք, դրանցից խուսափենք, որ իբր դրանցից խուսափենք։ Իրականում խնդրեմը ուրիշ տեղ է։ Իրականում խնդրեմը հետեւյալի մեջ է, որ հենց խորհրդանական երկրի կառավարման առանձնահատկությունը այն է, որ հիմնական խոսակցության կողմերը կառավարող մեծամասնությունն է եւ ընդդիմությունը։ Եվ իմ տպավորությամբ, սակայն իրոք այդ թնջուկը պետքա լուծվի։ Եվ այդ թնջուկը լուծվելու ճանապարհն այն է, որ մենք շուտով խորհրդանական ընտրություններ են լինելու։ Այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես չլինեն խորհրդանում, այս է լուծումը, քանի դեռ եղան, այս նույն իրավիճակը շարունակվելու է, եւ ես կարծում եմ, որ իրոք հասունացել է այդ պահը, որ այդ խնդիրը լուծվի, բայց ես ուզում եմ ասեմ նաեւ, թե ինչու պետք է այդ խնդիրը լուծվի։ Մի շատ հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ այս երկու օրվա քննարկումների ընթացքում։ Ընդդիմության պատգամավորը ինձ մեղադրեց, որ ես այլ երկրի ազդեցության գործակալին բարձր պաշտոններ եմ տվել զինված ուժերում, այդ երեգեր։ Այսօր եկավ այս ամբիոնից նույն մարդուն պաշտպանեց որպես հալածյալ։ Սա ինչի մասին է վկայում։ Սա վկայում է, որ ի հեճուկս անձնական որոշակի խնդիրների իրանք ուղղակի նույն կարգավիճակն են եւ նույն տեղից հրահանգը ստանում են, թե ում է պետք պաշտպանել եւ ում պետք չի պաշտպանել։ Այս ընտրություններում այդ խնդիրը պետքա լուծվի մի պարզ պատճառով, որովհետեւ ինչպես կարող են կռահել այդ նույն ելույթներից եւ հաջորդականությունից, այդ քաղաքական ուժերը եւ նրանց առաջնորդները նույնպիսի ենթադրաբար ազդեցության գործակալներ են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս քննարկումները ամբողջ դրա մասին են ցույց տալիս։ Եվ ես ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի եւ 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետեւ այդ մարդիկ ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները ուզում են զզվանք, կամահրանք, արհամարանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց ես ուզում եմ իմ անկեղծ տպավորությունները կիսել 2018 թվականի եւ այսօրվա Հայաստանի տարբերությունների միջեւ, որովհետեւ 2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկած անձինք։ Այսօր Հայաստանը անկախ պետություն է։ Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանը ունի ինքնիշխան կամքի կենտրոն եւ կարող է որոշումներ կայացնել։ Բայց ես ուզում եմ մենք բոլորս ի վերջո առերեսվենք եւ խոստովանենք։ Ի վերջո ո՞նց է Հայաստանը հայտնվել այդ գրպանում։ Ինչով, ինչպես։
Մի գործիքով ժողովուրդ ջան մենակ, Ղարաբաղի հարցով։ Եվ ուրիշ որևէ պատճառ եւ բացատրություն դրա չկա։ Եվ խոսքա գնում ասում է բանակում ուրիշ երկրի ազդեցության գործակալների մասին է խոսում։ Բայց եթե բանը հասել այդտեղ, եկեք մի հատ փորձենք ցուցակ կազմել 2018 թվականի դրությամբ այդ երկրի ազդեցության գործակալ հանդիսացող եւ չհանդիսացողների միջև։ Ընդ որում սա անձնավորված չի ամենայն հարգանքով բոլորին, բայց 2018-ին էլ, 19-ին էլ, 20-ին էլ, 21-ին էլ մինչև 22-ը ներառյալ մեր բանակի սոցիալ հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն։ Ընդ որում, էլ եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը եղել են ոչ, ես մթնոլորտի մասին եմ խոսում, ես տրամադրության մասին եմ խոսում, ես ընկալման մասին եմ խոսում։ Եվ սա է ճշմարտությունը, եւ այս ճշմարտության հետ մենք պետք է առերեսվենք։ Ես գիտեք, բացարձակապես ընդհանրապես ընդունված է ասել, որ մարդիկ կաբինետներում փակվում են, իրականության զգացումը կորցնում են, բայց ես երբեմն կաբինետից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետևելով հասկանում եմ, որ շատ մարդիկ, ովքեր կաբինետներում չեն, իրենք են իրականության զգացողությունը կորցրել, եւ նրանք չեն գնահատում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ։ Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Սա ես գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակ այսօր այս մարդիկ ինչ են ասում են դե ինչ ուզել են տվել եք։ Ընդհակառակը վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են բան են անում, Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար։ Ոչ մեկ։ Սկսած ֆինանսականից, ինչ երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինչը չի երևում ու չի երևալու երբեք։ Երկու 2018 թվականից ինչի մենք զիջումների չգնացինք։ Էսա լավ է, իջև տարվա վերջ էդ թեման էլ կփակենք, այդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք։ Որովհետև մեզնից զիջման ուզվում էր Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Դա այդպես չէր ձևակերպվում, ինչի ձեր կարծիքով են մնացածում ժամանակներում, երբ որ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից, անկախության մասին հայտարարելու պահից կամաց տեղավորվել է այդ գրպանում, ինչի դա տենց է հայտարարվել։ Ոչ դա բոլորովին ուրիշ կերպ է հայտարարվել, ուրիշ վերնագրերով։ Խոսում են ազդեցության գործակալների մասին, լսեք, ձեր կուսակցությունը վերջին, ինչքան ասեմ, 70 տարում եղել է այդ երկրի ազդեցության գործակալը ամբողջ աշխարհում։ Լավ, մենք սրա մասին պետք է խոսանք։ Այսօր եկեղեցու լացն են լացում։ Այդ 60-ականներին, այդ Աբովյան փողոցի վրա գտնվող այդ շենքը ինչով էր զբաղվում։ Այդ ոնց էր, որ Խորհրդային Միությունը տենց աթեիստական պետությունը, որ մեր ազգային ինքնությանը իբր դեմ էր,
Այդ AUKS-ի շենք, այդ ոնց էր որ հայրենակիցների հետ կապերի միություն կար։ Այդ ինչով էր զբաղվում այդ հայրենակիցների հետ կապերի միությունը։ Այդ ոնց էր որ տենց հատուկ կառուցվածքային աջակցություն ուներ Հայաստանյաց առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այդ հիմա, այսինքն պետք է թղթերը բացվեին, որ մենք սա հասկանայինք։ Այդ կուսակցությունը միջև մել այդ երկրի ազդեցության գործակալական ցանցն է։ Եվ այո, մենք պետք է որոշում կայացնենք, ընդ որում էական չի, որ երկրի։ Մենք պետք է որոշում կայացնենք, մենք հանդուրժում ենք մեր երկրի խորհրդանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Մենք պետք է որոշում կայացրենք, մենք հանդուրժում ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Իմ պատասխանն է որ ոչ։ Որովհետև հակառակ դեպքում ինչի է ասենց հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել։ Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի լավ երկիր է։ Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի երկիր է, ով ի վիճակի է ինքը առերեսվել իր խնդիրներին եւ իր ճակատագրին։ Հիմա էլի անդադ քննարկվում է ծրագիրը, ինչը ավելի հասկանալի թեմա է։ Ես ձեզ մի բան ասեմ, անդադ խոսում է կառավարությունը ծրագրի այս կետը, այն կետը, ես ասել եմ, բայց էլի ուզում եմ ընդգծեմ, աշխարհում ուրեմն չի եղել, չկա եւ չի լինելու որևէ կառավարություն, ընդհանրապես բնության մեջ, որ իր ծրագրի 100%-ը իրականացրած լինի, տենց բան պարզապես գոյություն չունի։ Դա նոնսենս է։ Հետևաբար հարց է, բայց ծրագիրը ինչ է կազմում։ Ծրագրում արձանագրվում է այն խնդիրները, խնդիրների այն շրջանակը, որը պետք է կառավարությունը լուծի։ Հիմա մենք ինչ կարող ենք ասել մեր ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրը ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին ազգային ժողովում 70 կողմ ձայնով։ Եվ կառավարության ծրագրի այդ ընդունված 5-րդ կետում գրած է. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Այս խորհրդանում ընդունված ծրագիրն է։ Ես այսօր բացեցի նայեմ, մեծագույն ինչ է նշանակում։ Մեծագույն։ Հա, բառարանով նայեմ, էլի, որ չստացվի, որ մեծի գերադրական աստիճան, այսինքն ամենամեծը, ուրիշ բացատրություններ էլ կան, բարձրագույն, գերագույն, վեհագույն, վսեմագույն։ Այսինքն կառավարության ծրագրում կա մի բարձրագույն, վսեմագույն առաքելություն, եւ դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն մենք մեր մեծագույն առաքելություն իրականացրել ենք։ Այս մարդիկ ասում են, չէ, դա խաղաղությունը չի։ Բա ո՞րն է խաղաղությունը։ Ո՞րն է խաղաղությունը։ Ընդհանրապես այս հարցը շատ հետաքրքիր է։ Էդ էլ եկեք արձանագրենք, այդ բանավեճը նորմալ է, ո՞րն է խաղաղությունը, որովհետև մենք չգիտենք ո՞րն է խաղաղությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե ո՞րն է խաղաղությունը։ Եվ մենք սա իմանալով չենք գնում սրան նրան հարցնում ո՞րն է խաղաղությունը։ Մենք ասում ենք ո՞րն է խաղաղությունը։ Խաղաղությունն այն է, որ մի տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում։ Մեկ այս ամբողջն է խաղաղության ոչ։ Խաղաղությունն այն է, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում։ Խաղաղությունն այն է, որ Հայաստանը ապաշրջափակ գնաց կամտել Հայաստան Ադրբեջանի տարածքով վերջին 30 քանի տարում։ Այսինքն ենթադրաբար 91 թվից այս կողմ գնաց չի մտել։
գնաց կամտել, որը բերել է ցորեն։ Այդ ցորենի մի մասը կարա հացի մեջ օգտագործվի։ Լսեք, այդ ցորենի մի մասը ես չգիտեմ, ինձ դա չի հետաքրքրում, ես անկեղծ չեմ էլ հետաքրքրվել, բայց կարան մի րոպե այդ ցորենի մի մասը, չէ, մի րոպե, էլի կարան ցորենի մի մասը տան հավերին։ Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելու։ Այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելու։ Այդ ցորեն մի մաս թեփը դրա կարան տան խոզերին։ Այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում։ Մեկ էլ ո՞րն է խաղաղությունը։ Խաղաղությունն է նա, որ ասում են խաղաղությունը մեր ժամանակ էր, բայց այդ ժամանակ էր, օրինակ գիրանցի բանն էիք, սուքն էիք գլացում, սուքը, գիրանցը արդեն թաղում էիք անում, մի հատ է սրբազանը հակել էր են բանի շորերը, են թաղման շորերը հակել էր, բանը գիրանցի թաղումն էր անում, խնկարկում էր գիրանցը։ Գիրանցում եղել է 102 տուն, հիմա կառուցվում է 55 տուն։ Գիրանցը այսօր Խորհրդային Միության ժամանակ կար, ասում են պակասած ելնի բան կար, չէ՞։ Գիրանցը այսօր մեծ համար ցուցադրական, ընդհանրապես ով չի հասկանում, ասում են լավ չեմ պատկերացնում, բանը էլի այդ գաղափարախոսությունը, ասում եմ եկեք գնանք Գիրանց։ Ինչն է իրական Հայաստանը։ Եկեք գնանք Գիրանց։ Բա այս Գիրանցը պարտված Գիրանցն է, այն Գիրանցը հաղթած Գիրանցն է։ Մի հատ էլ ասում են 8 միլիարդ պարտք արտաքին աճել, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Զենք ենք առել։ Պարտքով ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատում, իրավունք ունեք, ասում եմ եկեք տանենք ցույց տանք։ Եկեք տանենք ցույց տանք։ Կարանք գնապիտակներն է վրից կպցնենք։ Որը ինչ արժի։ Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն է ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն է ցույց տանք։ Եկեք տանենք, դնենք կողքի։ Ինչ են կարել, բայց չգիտեք, որ կովիդ է եղել։ Վարկ ենք վերցրել, որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ։ Ասում եք ապրիլյան բանի 44 օրյա պատերազմի զեկույց, այդ 44 օրյա պատերազմի մասին զեկույցի կարգավիճակում բան չի փոխվել։ Ինքը ի սկզբանե էլ պետք է լիներ գաղտնի, այնտեղ դրած է, գնացեք կարդացեք։ Գնացեք կարդացեք, ինչ է գրած այնտեղ։ Այնտեղ ուզում եք ասեք, որ որևէ բան կա, լսեք, ես 2020 թվականից հետո այնքան ինֆորմացիա եմ կիսել 44 օրյա պատերազմի ժամանակ, ամենայն հարգանքով 1000 ներողություն, բայց 6 հատ այդպիսի հանձնաժողովը լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի։ Ուղղակի այդ ինֆորմացիայի բացակայության պատճառով չի կարա հավաքի ուղղակի։ Բա մի հատ դուք եք ասեք, այն ձեր բանի Հայաստան համահայկական հիմնադրամի փողերը ուտելու ձեր բանը քննիչ հանձնաժողովը ինչ եղավ։ Բա դրա զեկույցը ուր է, ինչ եղավ։ Ինչ եղավ, խի մոռացվեց։ Հիմա էլ լսեք։ Մի րոպե էլի, պարոն Խաչատրյան։ Մի րոպե։ Ավելացրեք վարչապետի ժամանակը ընդհատելու համար։ Շատ լավ։ Լսեք, մի տարի է ավելի շատ, այս ամբյոնից ասում են,
բան մեր բաները, մեր օկուպացված տարածքները, մեր էսը, մեր արծվաշենը, բա էս բան, ասում եմ, նախկինում ասել եմ սահմանազատման արդյունքում պետք է լուծվի, հիմա էլ ասել եմ արծվաշենն ու բաները, մեր բանի տարածքները, օկուպացիայի տակ գտնվող տարածքները պետք է մենք վերադարձնենք։ Նախորդ շրջանում ամեն անգամ ասում են, մի հատ բան, բա ինչ եղավ, դրանից հետո հիմա ասում են, էս ինչա, ոնց, էս ոնց, էս ինչ ուրեմն տվին, ամեն ինչ տվին, լսեք, կամ մի հատ էլ եկել են արդեն, վերադարձրին, բերեցին, տարան, կործանեցին, փլուզեցին ամեն ինչ, լսեք ամեն մեկը գոնե թող խոսա այն բաներից, որից հասկանում է, էլի։ Գալիս ֆինանսների նախարարը զեկույց է անում, խոսում է, ասում է դե մարդու համար, գալիս են, ասում են, չգիտեմ, այս ինչը թոշակը այսքան չի ավելացել, ինչ, իսկ դուք ասում եք մարդու համար, որ ճանապարհը մարդու համար չի, ջրամատակարարման համակարգը մարդու համար չի, դպրոցը մարդու համար չի, բանկապարտեզը մարդու համար չի, չէ դուք զարմանում եք, որ իրանք նեղվում են տենց դպրոցից, բա իրանք ոնց են արել, որ իրանք պետքա բանը, իրանք փողերը տանեն Կիպրոսում ֆրցնեն, բերեն Հայաստանում ներդրեն որպես օտար երկրա ներդրում, իսկ այդ դպրոց չունեցող երեխեքները իրանք մոտ բատրակ ու սափրագլուխ լնեն, բա ոնց է եղել, բա որ այդ երեխեքը տառերը իմանան, ոնց են իրանք, ով է իրանք մոտ սևագործ բանվոր լնելու, բա այդ երեխեքը իրանք պետք են որպես սևագործ բանվոր, սափրագլուխների բրիգադներ, քրեական թափթփուկ, բա որտեղից են այդ ռեսուրսը վերցնելու, որ իրանք քրեական թափթփուկ շարքերը լրացնեն, որտեղից, բա եթե դպրոցը լինի, մանկապարտեզը լինի, որ հանկարծ երեխեքի առաջին բառերը պապա մամայից հետո ասենք բան չլինի, հայհոյանք չլինի, իրանք ոնց են գոյատևելու այս երկրում, բա իրանք դրանից են նեղված, իրանք նեղված են, որ իրանց երեխեքին իրանք հնարավորություն ունեն Լոնդոններում բանում տանել, ինչ-որ մի կերպ թքել կպցնելով տառերը սովորեցնել, ստեղ երեխեք պետք է դպրոց չունենան, տառերը պետք է չիմանան, որ իրանց մոտ սևագործ բանվոր լինեն, իրանց շներին կերակրող լինեն, եւ առյուծներին կերակրող լինեն, իրանց մոտ սափրագլուխ լինեն, իրանց մոտ գողական թափթփուկ լինեն, բա որ կրթվեցին այդ երեխեքը, ոնց որտեղից է լինելու։ Հա պետք է ասել, պետք է առերեսվել, մեր ծրագրում Ղարաբաղի մասին էլ են դրույթներ եղել, հապկի մասին էջեր կան գրած, թե ինչպես ենք մենք հապկի շրջանակներում խորացնելու մեր հարաբերություններ եւ այլն։ Ղարաբաղի մասին էլ է գրած է, որ խաղաղապահները Հայաստանն էլ, բայց խաղաղապահներն էլ երաշխավորում են եւ այլն։ Ղարաբաղի մասին կա դրույթներ, իհարկե կա։ Կարող էին գնալ, շարունակել այդ դրույթների հետևից գնալ տենց բուլդոզերի նման, կարող էինք, բայց կկորցնենք մեր պետությունը։ Քաղաքական առաջնորդությունը տեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի։ Հեսա բանակցային թղթերը կբացահայտվեն եւ կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման դա ֆեյք է, ֆեյք։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, հիմա շատ են ասում, չէ, 2018 թվից, երևի սենց բաներ ան, եթե 2018 թվի դրությամբ մենք իշխանություն չլնեինք, մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել։ Ուրիշ որևէ մեկը մնար այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու։ Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել։ Եվ այո, սա առաքելությունն է, մենք այս առաքելությունը անում ենք։
Ես 2020 հələ մեր թիմակիցները ասում էին անդադ ինձ ասում են խես տենց ասում, տենց մի ասա, տենց բան չի կարելի ասել, տենց։ Ես 2021 թվականին ընտրություններ էինք անում։ Ասացի, եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես լուր ու մուչ պատի տակ կանգնելու եմ։ Հիմա էլ եմ ասում։ Բայց եթե այն ժամանակ շփոթված էինք ինչ-որ առումով, հիմա վստահ ենք։ Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որը մենք անցել ենք, ճիշտ է ինտուիտիվ, դա էլ է պետք արձանագրել։ Որ շատ բաներ հնարավոր չէր մաթեմատիկական հաշվարկների ենթարկել։ Որովհետև հասկանում եք, այդ գիտելիքը, ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ։ Ինչա պետությունը մենք նոր ենք սովորում։ Մենք նոր սովորում ենք, թե ինչա պետությունը։ Իրանք չգիտեն ինչա պետությունը, իրանք գիտեն, թե ինչա ֆորպոստը։ Մենք էլ ենք ֆորպոստի մեջ եղել, մենք էլ ենք գրպանում եղել։ Բայց մենք որոշել ենք, որ պետքա դուրս գանք գրպանից, մենք որոշել ենք, որ պետքա անկախ պետություն լինենք, եւ իմիջայլոց մեր ծրագրի մասին։ Մեր ամենաառաջին եւ ամենակարևոր ծրագիրը եղել է Հայաստանի Հանրապետության հարատեվությունը ապահովելը։ Մենք ապահովում ենք Հայաստանի Հանրապետության հարատեվությունը որպես ինքնիշխան պետություն։ Որպես ինքնիշխան պետություն։ Բայց այդ որ ասում եք ինչի եք զարմանում, որ ասում է, այդ սխալ է, որ ասում են 29743 քառակուսի կիլոմետր։ Բա ինչի 2018 թվականից կամ 2022 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությանը ըստ էության մի երկիր է եղել, որը պատրաստ է եղել ինչ-որ մի զինատեսակ վաճառի, ըստ էության։ Մի երկիր կամ մի տենց տեղ։ Մյուսները ինչի չեն վաճառել։ Մի պարզ պատճառով ասել են հարգելիներս, մենք երաշխիք չունենք, որ ձեզ վաճառված զենքերը դուք օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության համար։ Ավելին մենք համոզված ենք, որ դա օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Իսկ դա կներեք մեզ համար անընդունելի է։ Այդ ճանապարհը մեզ համար բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո։ Երբ որ ասել ենք մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք։ Իրանք դրանից են դժգոհ։ Իրանք դրա, այդ որ ասում են այդ 29000-ը վատ է։ Իրանք ասում են ոնց այդ գրպանից պետքա հետ գնանք այդ գրպան արա, դուք ոնց եք դուս եկել այդ գրպանից։ Այդ գրպանում աշխարհում այդ գրպանից ավելի լավ տեղ չկա։ Եվ մեզ այդ գրպանում պահել են Ղարաբաղը ամենայն հարգանքով, որպես խայծ օգտագործելով։ Էդ էլ ասեմ, տպավորություն եմ փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ որ բան ունենք, վերաբերմունք ունենք, անվստահություն ունենք, կամ իրանք ես այն օրը նախարարին ասել եմ, որ չեմ ուզում ասեմ, որովհետև կարող է լավ չէ, ինչի, բայց կներեք այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը Ղարաբաղցի է։ Ամենաբարձրաստիճան մեր այսօրվա զինված ուժերը հասկանում եք ինչ եմ ասում։ Մեր զինված ուժերը ղեկավարվում է Ղարաբաղցիների կողմից։ Բայց մենք Ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում։ Ոնց ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել։ Բայց մենք դավաճանել ենք, հələ մեզ ասում են դավաճանել եք, էս է կարել, են է կարել, չէ։ Այդ մարդկանց նկատմամբ ոչ միտեղ ես չեմ լսել, որ իրանց պրետենզիա ներկայացնեն, որ այդ մարդիկ ծագումով Ղարաբաղցի մարդիկ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են։ Բայց մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում։ Եթե մենք դավաճանենք, ո՞նց են, իրանք գիտեն, չէ, ամեն ինչ։ Իրանք ներսից գիտեն, չէ, ամեն ինչ, բա ո՞նց են այդ մարդիկ մեզ հետ աշխատում։ Բայց հարցի պատասխանով է տալու։ Ես անունով չնշեմ, բայց ասում եմ, չափազանցություն չկա։ Մեր զինվորական բուրգի ամբողջ վերևը
ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են։ Գալիս են ստեղ խոսում են գիտության խոսում են, վայ, գիտությանը, չգիտեմ, զրո բանում, չգիտեմ, աշխարհի միջինը այսքան է, մեր մոտ այսքան է։ 2018 թվից այսքոմ գիտության ֆինանսավորումը աճել է Հայաստանում 2.8 անգամ 180%-ով։ Այսինքն 180%-ով աճել է ու հələ աշխարհի միջինին չի հասնում։ Գիտաշխատողների միջին աշխատավարձ 2000 վերջին տարիներին ուրեմն աճել է 3.2 անգամ 220%-ով գիտաշխատողների աշխատավարձը։ Եկել են ստեղ գիտության, մեկ էլ գիտության բանն են, սուքն են սքում։ 171 միլիարդ դրամի պատվեր կա տեղադրած ռազմարդյունաբերության համակարգ։ Եվ այս խոսույթը, տեսեք նույն վերադառնալով ռազմական սպառազինությանը եւ ռազմական տեխնիկային, այս խոսույթը առանց այն արձանագրման, որ մեր բանակը ոչ թե մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն, այլ պաշտպանունակությունը, մենք մեր միջազգային ճանաչված տարածքից դուրս խնդիր չունենք լուծելու։ Եթե այս ամեն ինչը իրար հետ չհամադրվեն, դա աղետ է Հայաստանի համար։ Եվ իրանք ուզում են մեզ անդադ հրեն եւ հրահրեն այնտեղ, մենք ոչ մի միլիմետր չենք շեղվել եւ չենք շեղվելու խաղաղության օրակարգից, որը մեր ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորությունն է։ Եվ այո, մենք խոսել ենք միայն ու միայն բացառապես պաշտպանունակության մասին։ Եվ մենք ասում ենք, մենք Արցվաշենի համար ռազմական օպերացիա չենք անելու, ոչ էլ մյուս տեղերի համար, որովհետև դրա կարիքը չկա։ Ասում են, հա ինչա թուղթա ստորագրած է, հա ինչի այն մեկը նախաստորագրած է, Ժորժ ջան, մոռացել եք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ազգային ժողովը վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքած թուղթ, որը հիմա երկու երկրում ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Այդ է խաղաղությունը։ Այն վավերացված ուժի մեջ մտածա, ասում են, դե վավերացված ուժի մեջ մտածա, այն ստորագրված է, դե ասում են ստորագրված է, այն նախաստորագրված է, այդ է խաղաղությունը։ Բա խաղաղությունը այդ է, բա խաղաղությունը կառուցվում է, բա որ խաղաղություն ըլներ, այս քայլ-քայլի անհրաժեշտությունը չէր ըլներ, կասեին կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրան պահպանել։ Հիմա արդեն ասում ենք, որ կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրան պահպանել։ Ասում են, բա մարդու համար է, մարդու համար է։ Հիմա ես դες խելագար թվեր ասեմ։ Դուք գիտեք, չէ, որ այսօր ով է հիշում ընդհանրապես դրա մասին։ Ով է ընդհանրապես այդ թեմային անդրադառնում, չկա տես թեմա որովհետև։ Ուրեմն 2018 թվականից առաջ Հայաստանում գործարար համայնքը տառապում էր իր ավելացված արժեքի հարկը հետ ստանալու համար։ Տասնյակ տարիներով տասնյակ միլիարդների պետությունը պարտքա ունեցել գործարար համայնքի։ 2018 թվականից մինչև օրս տնտեսական համայնքին վերադարձված ավելացված արժեքի հարկի գծով մենք վերադարձրել ենք 255 միլիարդ դրամով կամ 435%-ով կամ 5.4 անգամ ավելի շատ գումար, քան նախորդող, ասենք օրինակ 2010-ից 17 թվականը։ Հիմա ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Կներեք այդ թվում նաև գործարար համայնքով ով վերկենում, ասում հələ մի րոպե, Ժողովուրդ ջան, բա մենք այնքան տառապում ենք, մի կոպեկ չենք կարում պետությունից հետ ստանանք, հիմա
ամեն ամիս ճշգրիտ օրը գալիս է, փողը նստած է մեր հաշվին։ Մարդու համար է, սա թե մարդու համար չի։ Եկամտային հարկի գծով վերադարձրել ենք 2018 թվականից մինչև օրս 377 միլիարդ դրամ Հայաստանի քաղաքացիներին։ 2010-17 թվականի համեմատ աճը 9337% կամ 94.4 անգամ։ Այս փողը կոնկրետ մարդիկ են ստացել։ Այդ կոնկրետ մարդիկ մի քանի տասնյակ հազարավոր ընտանիքներ 18-ից այսքան բնակարան են ձեռք բերել։ Այդ մարդիկ են, թե մարդիկ չեն, հա չեմ, բան չունեմ ասելու։ Կան մարդիկ, որ երկու հատ են ձեռք բերել։ Ընտանիքներ, որ երկու հատ են ձեռք բերել։ Մարդիկ են իրանք, թե մարդ չեն։ Մարզերում, հիմա համաչափ զարգացման մասին, մարզերում առաջնային շուկան վերջին 2018-ից մարզերում է, Երևանը չեմ ասում, որ ասեն ամեն ինչ Երևանում, մարզերում նախորդող շրջանի նկատմամբ, այսինքն համեմատում ենք 18-ից 25-ը եւ 10-ից 17-ը, 10606 բնակարանի ձեռքբերում ա եղել մարզերում, աճը 1104%, բայց այս մարդիկ են, թե մարդիկ չեն։ Այս կելեն ասում են համայնքներից, ասում են վայ համայնքների դոտացիաները նախորդող նույն շրջանի համեմատ աճել են 232 միլիարդ դրամով։ Այսօր ասում են մենք ընդդիմադիր համայնքների բաներին, վայ, ինչ ենք անում։ Այդ մարդիկ մեր տված փողերից միլիարդներ են ծախսում, մի հատ մեզ շնորհակալություն էլ չեն ասում։ Մի հատ չէ, իրանք ժողովրդին չեն էլ ասում, որ ժողովուրդ ջան, այս փողի 70-80%-ը կառավարությունն ա տվել։ Սուբվենցիաները նախորդող շրջանի համեմատ համայնքներին 119 միլիարդ դրամով կամ 29 անգամ ավել բան ենք տվել, սուբվենցիոն ծրագրեր ենք տվել։ Մեզ ասում են, այս են խոստացել, այն են խոստացել, այն են խոստացել։ Այո, մենք խոստացել ենք, որ նվազագույն պարենային Զամբյուղից ավել կլինի նվազագույն թոշակը եւ իրականացրել ենք։ Միջին կենսաթոշակի մասով դեռ խնդիրներ ունենք, որը պետք է հասկանանք, թե ոնց պետք է լուծենք։ Բայց իսկ ինչի չեն ասվում այն բաները, որով չեք խոստացել, որ բայց արել ենք։ Օրինակ, ասում ենք, որ Հայաստանում 700,000 դրամ ստացող շարքային զինծառայող կա այսօր։ Մենք դա չենք խոստացել։ Կամ 16 միլիոնի ծրագրերը, որ սահմանամերձ գոտիներում իրականացնում ենք եւ հիմա շարունակելու ենք։ Մենք չենք խոստացել, բայց արել ենք, որովհետեւ իրադրությունը գնահատել ենք եւ արել ենք։ Եվ ճիշտ ենք արել։ Աշխատավարձեր են ուզում։ Աշխատավարձի իրական աճը կազմել է վերջին 5 տարում կազմել է 27.1%, իրական աճը գնաճի էֆեկտները հանած։ Հա, բայց աղքատության խնդրը ինչի չի հաջողվում, ես դες ուզում եմ ասեմ, ինչի չի հաջողվում հաղթահարել աղքատությունը, կրթության պատճառով, դպրոցի բացակայության պատճառով, որովհետև աղքատության մեջ գտնվող մարդուն ինչա պետք, ինչի է նախ ինքը աղքատ։ Կրթության խնդրի պատճառով, այն գոյություն չունեցած դպրոցների պատճառով, բուհերի ցածր որակի պատճառով, գոյություն չունեցած մանկապարտեզների պատճառով եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մենք այդ խնդիրը լուծում ենք եւ պետքա լուծենք։ Այդ թվում խաղաղության բացակայության պատճառով։ Հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, ընդհանրապես կարծում եմ, որ մենք պետքա կարողանանք պաշտպանել այսօրվա Հայաստանը։ Որտեղ այսօրվա Հայաստանը
շատ ավելի ուժեղ, շատ ավելի ինքնավստահ պետությունը, ավելի պետությունն է, քան երբևէ, ոչ միայն 2018 թվականին։ Այսօրվա Հայաստանը մի պետություն է, որի ճակատագրի ղեկը գտնվում է հենց իր եւ իր ժողովրդի ձեռքին։ Եվ ես համոզված եմ, որ այս իրադրությունը ոչ թե պահպանվելու, այլ զարգանալու է, որովհետև դա պատմական շրջադարձ է, այն ինչ որ հիմա տեղի ունենում, պատմական շրջադարձ է։ Հայաստանը իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու երբեք այսպիսի շանս չի ունեցել։ Երբեք այսպիսի շանս։ Խոսքը վերջին 5 տարվա մասին չի, խոսքը վերջին 500 տարվա մասին է։ Եվ այո, պետք է խոստովանել։ Մենք այդ արդյունքին, մենք այդ խնդիրը լուծել ենք շատ դառը, դաժան փորձությունների միջով անցնելով։ Մենք այս անկախությունը ձեռք ենք բերել մեր նահատակների կյանքի գնով։ Եվ այսօրվա Հայաստանը, որը ապրում է, Հայաստանը ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։ Եվ շատ կարևոր է սա տեսնել, ինչու է կարևոր տեսնել, որովհետև այո, պետքա տեսնել, էլի չեմ հոգնի մեջ բերել նոր կտակարանի այդ խոսքը, որը ասում է պիտի նայես եւ պիտի չտեսնես, պիտի լսես եւ պիտի չիմանաս։ Որն է մեր տարբերություն 2018 թվի եւ այսօրվա։ Մենք 2018 թվականին բոլորի նման իմիջայլոց, ոչ միայն մենք։ Բոլորի նման նայում ենք եւ չէինք տեսնում, լսում ենք եւ չէինք իմանում։ Հիմա Հայաստանում հայտնվել է կառավարություն եւ կառավարող մեծամասնություն, ով նայելով սկսել է տեսնել, ով լսելով սկսել է իմանալ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ամուր կարճի մեր նորընծա տեսողությունից եւ մեր նորընծա իմացությունից։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։